Հարկնեժդեհին ձևավորվեց հակաթուրքական երկրորդ կոալիցիան։ Հիշում ենք առաջինը երբ ձևավորվեց Հունաստան, Ֆրանսիա, Եգիպտոս, Կիպրոս բառից բուն իմաստով հակաթուրքական կոալիցիա է կոչվում, աշխարհում ասենք ինչ-որ պետության անունով կոալիցիա չկա, հակա։ Հասկանում եք, սա բառից բուն շեշտվում է թշնամանք տվյալ պետության հանդեպ, երբ որ ասում են հակաթուրքական կոալիցիա։ Եվ հիմա Հունաստանը, Կիպրոսը եւ Իսրայելը, սա շատ կարևոր է, Իսրայելը նոր կոալիցիա են ձևավորում հակաթուրքական։ Հիմա հասկանում եք, չէ՞ տարածաշրջանում այս բանի թշվառի վիճակը ոնց է ծանրանալու։ Թշվառ նկատի ունեմ Նիկոլ Թրկաբարոին, ով անխնա մեզ ուզում է դեպի Թուրքիա տանել։ Մենք երբ որ ցեղասպանության տարիներին այդ հեղափոխությունը, երբ որ բոլշևիկներն արեցին, ռուսները հեռացան մեզանից, մենք մնացինք ինքնուրույն, երբ որ սկսեցինք ինքներս մեզ պաշտպանել, ուրիշի համար չկռվել։ Մենք մեր տղաները կամ ցարական Ռուսաստանի բանակում են ծառայել կամ Թուրքիայի, եւ այս երկուսի բախումի ժամանակ մենք մեր վրա կրակել ենք։ Երբ որ բոլշևիկներն, այսինքն ռուսը ռուսի դեմ դուրս եկավ, հա, բոլշևիկը ցարի դեմ դուրս եկավ, ոտները քաշեցին Հայաստանից, ճիշտ է, մենք հանգարցակի մերկ հայտնվեցինք, տկլոր, բայց մենք կարողացանք անգամ այդ վիճակում, չունենալով, ասենք, բանակ կազմավորված, ֆեդերալական շարժումներն էին հիմնականում, բանակը հետո կազմավորվեց, երբ որ հանրապետությունը ծնվեց։ Մենք կարողացանք ինքնուրույն կռվել եւ Սարդարապատ տեղ ունեցավ, Բաշաբարան տեղ ունեցավ, Ղարաքիլիսա տեղ ունեցավ։ Եվ այդ ժամանակ մեզ ցեղասպանության տարիներին, այդ առաջին հանրապետության տարիներին մեզ արևմուտքը օգնում էր, լինի Ֆրանսիան, լինի Ամերիկան, լինի Անգլիան։ Բայց երբ որ եկավ բոլշևիկը այնտեղ հաղթեց ու եկավ ֆրաց Թուրքիա դախպերացավ, էլ կռիվ չարեց, դրեցին Հայաստանը կիսեցին։ Դաշնակիցները ցած թողեցին Հայաստանը բոլշևիկներին։ Այն մեր բարեկամները, այդ Անգլիան, Ֆրանսիան, Ամերիկան, բազմիցս ասել եմ, ով ինչ ունի արած։ Դարձան ավտոմատ մեր թշնամիները, ովքեր ցեղասպանության տարիներին մեզ համար լուրջ բան են արել։ Դարձան մեր թշնամիները։ Հիմա այդ նույն բանը, երբ որ Նիկոլը անխնա մեր տարածաշրջանը, մեր տարածքը համարում է թուրքական աշխարհի մաս, ու մեզ ուզում է ինտեգրել թուրքերին, իր արդեն կրթական, իր, չգիտեմ, մշակութային, լեզվական տարածաշրջանային լեզուն, ասում է թուրքերենն է։ Աշխարհին ոչինչ չտված թուրքի լեզուն դերում ասա, ինչ պետք է անի։ Հիմա եթե այստեղ Ադրբեջանի վիճակը կրկնակի ծանրանալու է։ Եթե ձևավորվել է հակաթուրքական կոալիցիա, որտեղ կա Իսրայել, որ մեծ ներդրում ունի Ադրբեջանի բանակի զարգացման վրա։ Բայց Ադրբեջանն էլ մենք բոլորս գիտենք, առանց Թուրքիայի ոչինչ է։ Ռուսաստանն էլ այն վիճակին չէ, որ Ադրբեջանին կարողանա ոնց որ հարկն է պաշտպանի։ Չի կարող, որքան էլ ուզի։ Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանը արդեն չի իմանալու ինչ անի։ Հորից զրկվի, թե բանից, այն որդեգրած հորից։ Ասենք Թուրքիան, չգիտեմ, հիմա ռուսն է հերը, թուրքը մերը, այսինքն թուրքը հերը կլինի, էլի։ Ռուսաստանը մաման է, Թուրքիան էլ հայրն է Ադրբեջանի։ Բայց այս վերջերս Իսրայելն էր որդեգրել, դենց հարմար տիրություն էր անում երեխին։ Հիմա երբ որ Իսրայելը Թուրքիայի հետ սկսի պատերազմել, որը գրեթե բոլոր մասնագետներն են շեշտում, որ պարոն Պապյանն էլ շատ ճիշտ ասեց, որ դիվանագետներն ասում են ոչ թե մտածում են կլինի թե չէ, այլ արդեն ուզում են ճշտեն թե երբ պիտի լինի, այսինքն անխուսափելի է լինելը պատերազմի։ Դուք հասկանում եք Ադրբեջանի դիրքորոշումը այդ ժամանակ հարազատ հոր եւ որդեգրած հոր հակամարտության ժամանակ ինչ վիճակում է հայտնվելու Ադրբեջանը։ Դե Ադրբեջանը ինչ վիճակում կհայտնվի, դա իր մուրը, իր կոդոշը։
Բայց դուք պատկերացնում եք, եթե հանգարց մենք Թուրքիային համարենք դաշնակից ու այդ պատերազմին թուրքերը մեզ պարտադրեն, որ մենք զորք տրամադրենք Թուրքիային Հունաստանի դեմ, արել ենք, գիտեք, չէ, ասենք ռուսները մեզ օգտագործել են, կամ Կիպրոսի դեմ, հասկանում եք։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ճիվաղը կարող է բոլշևիկների պես մեզ տանել նորից մեկ այլ փորձության հասցնել։ Դրա համար սիրելի հանրություն, այդ որ Թուրքիայի հարցերը պետք է լուծվի միանշանակ է։ Ես ուղղակի հիմա մի ուրիշ դրվագ բերեմ, տեսեք շատ են մեզ ասում, բա որ դուք արևմուտքի հետ այդպես լավ ինչի արևմուտքը չի աջակցում ձեզ բերի իշխանության։ Մեր ծրագրերը ուժեղ ծրագրեր են։ Մեր ծրագրերը ազգային է։ Երբ որ Բևերը նստավ իշխանության, Թուրքիայի հետ անիծվելու է, որովհետև մենք անմիջազգային դատարան ենք մտնելու մի շարք հարցերով։ Ունենց հարցեր են, որ այդ հիմքերը մեզ տվել է քաղաքակիրթ աշխարհը, արևմուտքն է այդ հիմքը տվել մեզ։ Եթե մենք մտնենք այնտեղ, որովհետև մեկը չի կարող գալ դեմ կանգնել իր տրամադրած փաստաթղթին։ Մեկը հենց Վիլսոնի իրավարարվիճորեն Ամերիկան չի կարող դեմ կանգնել, որովհետև իր կնիքով կնքված թուղթ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Այսինքն Թուրքիայի պառակտման ժամանակ, երբ որ հիմա այդ որտեղ Իսրայելը որ կա կոալիցիան ձևավորվել, ուրեմն նախատեսված Թուրքիայի պառակտումը մոտենում է։ Հասկանում եք։ Այն որ Նիկոլն ասում էր Արցախն Ադրբեջանն է, Արարատը Թուրքիա, հիմա իր լեզուն պապանձվելու է, հիմա աշխարհը փոխվելու է։ Վիլսոնի իրավարարվիճը, այսինքն երբ որ Ամերիկան հասկանա, որ արդեն ժամանակն է Թուրքիա, ցավով եմ ասում, նա գտնելու է ազգային ուժին, որը որ Թուրքիային տանելու է քաշ է տալու դատարան միջազգային։ Ոչ ռուսահպատակները Թուրքիային դատարան կտանեն, ոչ թրքահպատակները, այսինքն ոչ նախկինները, ոչ ներկաները, որտեղ Վիլսոնի իրավարար վճիռը դա գրեթե հավասարապես պատասխանատվության է ենթարկում Թուրքիայի հետ, նաև Ռուսաստանին, որտեղ այդ երկու պետությունն են մասնադել առաջին հանրապետությունը։ Հասկանում եք։ Դրա համար ոչ հանրապետականը, ոչ դաշնակը, ոչ բարգավաճը, Վիլսոնի իրավարար վճիռը չեն խոսում, որտեղ իրենց տիրոջը դա հարվածում է Կրեմլին։ Դե Նիկոլներ չի խոսում, որտեվ երազանքան հետետություն, չգիտեմ, ես իմ կապիկություններ եմ անում, որտեվ իր երկու տերերին ձեռ չի տալի։ Սրան ավելի վատ։ Հիմա ինչի համար ասեցի, որ դուք ասում եք, բե որ դուք այդտենց արմատամետ եք արմուտքը ձեզ բանտեղ չի դնում։ Չէ, բանտեղ դնում է։ Բայց դա հասկանում է, հələ Թուրքիային վերջնական հարված հասցնելուց ինքը Նիկոլով չի կարող հարված հասցնել։ Հիմա Նիկոլը չի կարող, եթե 1 ամիս հետո պարզի, որ Թուրքիան վերջ արդեն Թուրքիայի հարցերը պետք է լուծվի, Պարսկաստանի հետ պայմանավորվել ենք, որ ինքը դառնալու է իրենց խմբից, էլ Իսրայելի հետ թշնամի չի, որ այդ դեպքում արդեն Թուրքիան պետք չի տարածաշրջանում։ Այն ժամանակ այդ աշխարհը կանգնելու է Վիլսոնի իրավարարվիճից խոսի, Նիկոլը շուռ է գալու ասի, Արարատը Հայաստան է, Արցախը Հայաստան է, արդեն դրանց ոնց կլինել է։ Չի լինի, չէ՞։ Այսինքն, եթե մենք տեսնում ենք հակաթուրքական էլի կոալիցիա է ձևավորվում, որտեղ կա Իսրայել, մասում կա նաև Ամերիկա։ Ուրեմն Թուրքիայի վերջը մոդենում է։ Դե Ադրբեջանն էլ հասկանում ենք ինչ պետք է լինի։ Դրա համար շատ են խառնվել, շատ։ Այս որ sense 1000 կողմից էլ եկեղեցու վրա, այդ կրթության վրա, էլ մշակույթի վրա, էլ ինքնության վրա ամեն կերպ sense հարձակվել են։ Որ ոչնչացնեն մեզ, որ մենք չգիտակցենք ինչ ենք անում, որ եկուս մեզ սուսուփուս տանեն թուրքական բանակ, գլուխներս կախ գնանք ոչխարի պես։ Այսինքն ով որ նիկոլական է, ընդունակ է դրան։ Ես ձեզ ասեմ, վաղը Նիկոլ որ ասի, վերջ մենք արդեն Թուրքիայի հետ ախպերներ ենք, բան, Թուրքիան պատերազմ հայտարարի որ մեկին, պետք է ասի մենք զորքով պետք է օգնենք, Նիկոլականը պետք է ասի, հա, պետք է օգնենք։ Ինքն էլ զենքը պետք է տա ուսին դնի, գնա Թուրքիա համար կռվի։ Ասենք մեր եղբայր հույների դեմ, օրինակ։ Նիկոլականը այդ տեսակ կենթանի է։ Բայց ինձ թվում է բանը դրան չի հասնելու։ Ուրեմն, որպեսզի արևմուտքը Բևերին շատ շուտ, այսինքն Թուրքիայի վերջը մի քիչ ավելի արագացնի, ավելի հիմնավորի, Բևերին աջակցել է պետք, սիրելի հանրություն։ Իսկապես Բևերի ժամանակները մոդենում են։
Թուրքիայի վաղճանը պետք է բևերի պես քաղաքական ուժ լինի Հայաստանի ղեկին, որ Թուրքիային տանի քաշտա դադրան տանի կործանի, Ադրբեջանին քաշտը չեմ ասում զենքը վերցենք խփենք։ Հարկ եղած դեպքում, երբ որ մենք ասենք իշխանապողություն լինի, էլ չլինի թրկաբարոնիկոլ, լինի բևեր, այսինքն մենք այդ կոալիցիայի մաս կկազմենք հակաթուրքական Ֆրանսիայի հետ, Հունաստանի հետ, եւ մենք պաշտպանված կլինենք։ Զենքով, զորքով։ Մեկ ամսում կարող ենք մենք ռազմական հարցերով մենք ամեն ինչ sense բերենք հավասարեցնենք Ադրբեջանին ամեն ինչ եւ ինքը սսկվի։ Եթե չվազենք Թուրքի դուռը։ Ուստի դրա համար բևերին է աջակցել պետք։ Քաղաքական, ամենակարևորը քաղաքական առումով։ Աշխատեք միշտ բևերի եթերներին հետևել եւ տարածել։ Ձեր միջավայրում խոսեք բևերից, հասնածռերից։ Եթե ուզում եք Թուրքիա չլինի։ Եվ որպեսզի բևերը գոյատևի, մինչև այդ փոփոխությունը, մի կարող է 1 ամսից չլինի, 5 ամսից լինի, օրինակ, այն ինչ որ սպասվում է Թուրքիայում, կարող է 1 տարի տևի։ Բևերը պետք է դիմանա, չէ՞։ Պետք է դիմանա, չէ՞, այդ 1 տարին։ Գրասենյակ պահի, հերոստատեսություն պահի, հաց ուտի, մարդը որ չմեռնի, որ քնի արթնանա, պայքարի, որ այսինքն փոփոխության ժամանակ բևեր գոյություն ունենա, որ ասենք քաղաքակիրթ աշխարհը հենվի բևերի վրա։ Եթե բևեր չեղավ, ինքը հենվելու բան չի ունենալու։ Ուստի հունվարի 5-ին եւ 6-ին Հայաստանի ժամանակով, 5-ին Ամերիկայի տեղի ունենալու թելեթոն։ Աջակցեք ազգային ժողովրդական բևերին, որպեսզի կարողանաք բևերին հնարություն տալ դիմանալու մինչև այս աշխարհաքաղաքական փոփոխությունները։ Խնդրում եմ ականջալուր եղեք իմ ասածներին եւ սպասում ենք ձեր աջակցությանը։ Մնաք խաղաղությամբ։